Որդուն Հորի Որդուն Հոգին Սրբո, ամեն։ Խաղաղություն ձեզ։ Ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս եւ հանդիմանեց առաքյալներին։ Ինչու եք վախենում, ինչու եք կասկածները ձեր սրտում պահում, չեք տեսնում, որ ես հարություն եմ առնել։ Ահա, եկեք, շոշափեք ձեռքերս, ոտքերս, տեսեք, որ ես իրապես հարություն եմ առել, ուրվական չեմ։ Այս խոսքերը ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս իր հարությունից հետո տեսնելով աշակերտներին։ Խաղաղություն նշանակում է ուրախություն, նշանակում է հանդարտություն, նշանակում է հարատևություն, երանություն, երջանկություն, աստվածային խաղաղություն։ Եվ բնականաբար այս խաղաղության, երանության, ուրախության, երջանկության թշնամին վախն է, կասկածն է։ Եվ մեր Տերը սովորեցրեց, որ մենք եթե ուզում ենք խաղաղություն ունենալ, եթե ուզում ենք երջանիկ լինել, պետք է առանց կասկածի վստահենք, հավատանք Տիրոջը։ Վախը պետք է ամբողջովին հարացնենք, հաղթահարենք, վերացնենք, որպեսզի խաղաղություն ունենք, որտեղ չեն կարող խաղաղությունն ու վախը իրար հետ բնակվել, չեն կարող ուրախությունն ու տխրությունը իրար հետ բնակվել։ Նույն պահին, նույն հոգեվիճակում կամ ուրախ պետք է լինենք, կամ տխուր պետք է լինենք, կամ խաղաղ պետք է լինենք, կամ սարսափած, վախեցած ու կասկածների մեջ պետք է լինենք։ Իսկ ինչ խաղաղություն տվեց Քրիստոս։ 3 տեսակի խաղաղություն տվեց։ Մինչև Քրիստոսի գալուստ խաղաղություն չկար երկնքի ու երկրի միջև, հրեշտակների ու մարդկանց միջև, Աստուծո և արարածների միջև։ Հա, և մեր Տերը եկավ, Հայր Աստծուն հաշտեցրեց մարդկության հետ։ Ադամի պատճառով և ադամորդիների և այդուստրերի մեղքերի պատճառով Աստված բարկացած էր մարդկության վրա և մեծ պատնեշ կար Աստուծո և մարդկանց միջև, այդ պատնեշը մեղքն էր, որ միջնորմ էր, հեռացնում էր մարդկանցից Աստծո, և մեր Տերը եկավ մեղքի պատնեշը քանդեց։ Ինքը մեր մեղքերի համար խաչվեց, քանդեց պատնեշը և կրկին հաշտեցրեց մարդկանց և Աստծուն։ Թշնամություն կար մարդկանց միջև, որտեղ ոմանք հեթանոս են, ոմանք հրյա են, ոմանք բազմաստված են, ոմանք մեկ Աստված էին պաշտում։ Այսինքն տարբեր էր Աստված պաշտությունը, կրոնները շատ էին։ Եվ այդ տարբերությունը, այդ տարանջատումը վերացնելու համար մեր Տերը եկավ և մեկ Աստված պաշտության ճշմարիտ կրոնը հաստատեց։ Քրիստոնեություն, որ պետք է հավատանք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն և Քրիստոսի մարդեղությանը կամ փրկագործությանը։ Այլևս տարբերություն չպետք է լինի։ Մեկ է հավատքը հանդեպ Սուրբ Երրորդությանը։ Մարդկանց միջև հավատքի վերաբերյալ չպետք է տարբերություններ լինեն, որտեղ Քրիստոս եկավ մարդկանց միջի Աստված պաշտության այդ տարբերությունները վերացրեց և մարդկանց միջև խաղաղություն հաստատեց։ Խռովք ու հակառակություն կա մեր մեջ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, մարմինը հոգու հակառակն է ցանկանում, հոգին մարմնի հակառակը։ Եվ մեղանչելուց հետո, մեղավոր ծնունդից հետո, որտեղ մենք արդեն իսկ մեղավոր ենք ծնվում, արդեն իսկ հոգու մարմնի հակառակություն կա մեր մեջ։ Մեր Տերը իր մարմնի մեջ հաղթահարեց այդ հակառակությունը։ Քրիստոս ադամական մեղքով չծնվեց և նրա մեջ հոգու մարմնի հակառակություն չկար, այլ կատարյալ համերաշխություն, միաբանություն և սեր էր։ Հոգին տկար էր, մարմինը տկար էր, հոգին հոժար էր, հոգին ու մարմինը միաբան էին Քրիստոսի մեջ և կատարյալ մարդու
կերպարն ուներ մեր Տերը, իրապես Աստծո պատկերը ու նմանությամբ մարդուն ստեղծել էր, եւ Քրիստոս այդպիսին էլ եղավ։ Եվ օգնեց մեզ, որպեսզի մենք եւս հաղթահարենք հոգու եւ մարմնի հակառակությունը, որտեղ եթե մեր մեջ հոգու մարմնի հակառակությունը հաղթահարված չէ, ապա մենք խաղաղություն չենք ունենալու, անընդհատ խռովք ենք ունենալու։ Իսկ ինչպես է հաղթահարվում հոգու մարմնի հակառակությունը։ Ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, երբ որ մենք մկրտում ենք, մաքրվում ենք ադամական մեղքից եւ անմիջապես թուլանում է հոգու մարմնի հակառակությունը։ Հոգին հզորանում է, մարմինը հնազանդվում է եւ այդպես սկիզբ է դրվում հոգու եւ մարմնի հակառակությանը հաղթահարելու։ Համերաշխությունը միաբանություն ստեղծելու մեր մտքում, մեր սրտում, մեր հոգում եւ մարմնում։ Եվ եթե մենք գործակից լինենք մեր հոգում, մարմինն էլ ապրեցնենք, կարողանանք հոգու եւ մարմնի ներդաշնակ համերաշխություն պահպանել, որի մեջ կերևա աստվածային խաղաղություն։ Ուրեմն մկրտությամբ հիմքն է դրվում հոգու մարմնի խաղաղության, Սուրբ հաղորդությամբ մենք զորանում ենք, Աստված պաշտությամբ եւ առաքինությամբ հասնում ենք խաղաղության։ Վերջնական խաղաղությունը իհարկե կլինի հավիտենական կյանքում։ Ուրեմն հենց այս է ասում մեր Տերը իր հարությունից հետո։ Խաղաղությունն եմ ձեզ ցույց տալիս եւ խաղաղությունը կլինի իմ հարությամբ։ Ինչպես ես հարություն առա, այնպես էլ դուք հարություն պետք է առնեք մեղքերից ու խաղաղ